Պարոն Ռոստոմյան, ձեզ ուր էին հրավիրել, ինչ հիմքով ինչ էին ասում։ Այն զանգահարեցին եւ իրոք հրավիրեցին։ Այս Խանջանի վրա երևի քաղաքի քրեական վարչությունն է գլխավոր, այնտեղ հրավիրեցին։ Ես Սերգեյի հետ գնացի Հարությունյան, մեր փաստաբաններից։ Իրանք հարցայիններ, որ ասում են, երբևէ դուք անկարգություններ արել եք կամ անկարգություններ կազմակերպել եք։ Ես ճշտող հարց տվեցի, բացեք թե ինչ է նշանակում անկարգություն, որ իմանամ արել եմ, թե չեմ արել։ Ասաց, որ շիշ շպրտել, կռիվներ, բան, ասեցի, չասեմ, մենք ուժան չենք, որ տենց բաներ անենք։ Գիտեին ում հետ են խոսում, գիտեն, որ դուք նահատակված հերոսի հայր եք։ Գիտեին, որովհետև իրենց մտա քննիչներից մեկը Չնասած գլուխը չբարձրացրեց, ասեց, ձեզ ճանաչում եմ։ Ու այդքանից հետո այդպիսի հարցեր տվեցին։ Դե իրանք հրահանգ ասեց մեզ ասել են, որ անկարգություններ կազմակերպիչներին բան, ասես մենք կանչել ենք ձեր հետ զրուցենք, դրա համար չենք եկել ձեր տուն եւ այլն։ Այս առումով իրանք իրենց նորմալ են այդ բանը պահում։ Դրանից հետո ես իրենց ասացի, որ ով այս իշխանության դեմ է, մենք բոլորի հետ էլ համագործակցելու ենք, որտեղ ելի մեկ անգամ եւս շեշտել եմ, որ մեր տղաներին օրվա իշխանությունն է սպանել, ու նաեւ համատական անցկացրեցի իրենց երեխաների հետ, եթե ինչ-որ բան իրանք իրենց մաս կպահեն։ Ես ինչ-որ խոսել եմ մեր որդների կանչի այդ ծնողների անունից, որովհետեւ հիմա ծնողներ կան, կարող է ուրիշ կարծիք ունեն։ Ես դրա համար մենակ մեր ծնողների անունից էի խոսում։ Ասաց, որ հիմա դուրս գաս եւ երեկան ինչ-որ բան լինի գնաս, միանշանակ ասի, ես էլի գնալու եմ, ոնց որ դուք տեղյակ եք, իմացեք, իրանք արձանագրությունը կազմեցին, որ երբևէ իրանց պատկերացումով այդ անկարգություններ չեմ արել, մեր փաստաբանը կարդաց, երևի մի 3 թող ոչ ավել։ Նախ իջան ինձ դիմավորեցին, բայց այդպես բան ես չի տեսել։ Շատ նորմալ իրենց։ Դուք փաստաբանի հետ էիք։ Ով է ձեր Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ, հա։ Ես որ Սերգեյին ասեցի, ինքը ընտրեց ասեց, որ ես ուրիշ տեղ եմ, սպասեք գա միասին։ Բայց դուրս գալուց տեսա, որ այնտեղ էր նաև Թելմանը առաջ եղել է ոնց որ Նուբարաշյանի թաղապետը, ինքն էլ ակտիվ մասնակցում ընդհանրապես շարժումներին։ Եվ ալիքիտակ էին տարել։ Հա, իր հարազատներին տեսա ներքևը, իրանք մոտեցան հարցրեցին, ինձանից շուտ էին իրեն տարել, ես դուրս եկա դեռ չէին թողել, բայց լավ էր, որ նաև մեր փաստաբաններից էլի մարդ կար իր հետ, գնացել էր, որ մենակ չլինեն։ Այսպես կան ես։ Շնորհակալություն, պարոն Ռոստոմյան։ Վաճառականին թողել են մեր ծնողներից, նոր բարձրախոսով ինքը ասեց, այդ էլ տեղյակ լինեք, որ մեր ծնողներից 2-ը էին տարել եւ 2-ը թողել են։ Շնորհակալություն։